Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք Energy մարզասրահից, ես Քնարիկն եմ։ Այսօրվա ճանապարհը, որը պիտի անցնենք առողջության եւ սպորտի զուգահեռներ են, եթերում է մարզվենք միասին հաղորդաշարը։ Այսօրվա իմ հյուրն է Արտմետ բժշկական կենտրոնի օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության ծառայության ղեկավար Ռաֆայել Ավետիսյանը։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ։ Բժիշկ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար եւ շատ ուրախ եմ ձեզ մտաղավարում տեսնել։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Հաճելի է նման պայմաններում հարցազրույց տալ։ Բժիշկ, ինչպես եք սկսում ձեր օրը, ինչպես եք վայելում ձեր առավոտը եւ ինչպես եք պլանավորում ձեր օրվա ընթացքը, եթե իհարկե պլանավորում եք։ Օրը սկսում եմ 1 գավաթ թեյից, իհարկե հատուկ պլանավորված ոչ միշտ է ստացվում ամբողջ օրը կազմակերպել, սակայն հնարավորինս փորձում եմ համակարգել ու ամբողջ օրը կապված է արդեն աշխատանքի հետ, ասեմ ավելին երբեմն լինում են օրեր, որ օրը դեռ չավարտված է սկսվում, այսինքն կապված երեկոյան, ուշ գիշերվա ժամերին լուսադեմինոր վերադառնում եք տուն, առիթներ եւ լինում եմ աշխատանքի վայրում եւ նաեւ լինում է որ տանը լինելով դեռ այսպես ասած աշխատանքի վայրում եմ, այսինքն միշտ ագեցած է աշխատանքի մեջ առօրյան ու որպեսզի հանգիստ պլանավորեմ ինչ որ բան չկա, այսինքն ռիթմի մեջ է միշտ օրը։ Բժիշկ, սպորտը, նկատի պրոֆեսիոնալ սպորտը եւ վնասվածքաբանությունը փոխկապակցված են իրար։ Մարզիկները երբ ընտրում են պրոֆեսիոնալ սպորտի ճանապարհը, նրանք պետք է մոռանան իրենց առողջության մասին։ Այ կուզեմ խոսենք սպորտային վնասվածքների մասին, որոնք են ավելի տարածվածները եւ ինչ խնդիրներով են դիմում կոնկրետ ձեզ։ Ասեմ ձեզ ճիշտ եք ասում, բժշկության այն ճյուղն է վնասվածքաբանությունը, որը որ ամենաշատն է առնչվում, եթե ոչ միայն այդ ճյուղն է առնչվում սպորտի հետ, քանի որ վնասվածքային խնդիրները տարբեր են սպորտաձևերում եւ երբեմն խուսափել չի լինում եւ իրենց բնույթով տարաբնույթ են Սովորաբար կան սպეციფიկ վնասվածքներ, որոնք առաջանում են ավելի բնորոշ են այս կամ այն սպորտաձևով զբաղվող մարզիկին, բավականին հաճախակի շփվում եմ սպորտսմենների հետ, վնասվածքների հետ կապված։ Բայց ավելի շատ որն է տարածված, ծանրորդներն են ավելի շատ դիմում, ֆուտբոլիստներն են ավելի շատ դիմում։ Տարածվածությունը բազմազան են, սկսած կոտրվածքներից, ավարտված ծնկային հոդի, կապանային, մենիսկի, ուսահոդերի բազմազան են։ Այդ ծանրորդներ ունեն այդպիսի շատ խնդիրներ։ Նույնիսկ կոտրվածքների դեպքեր են լինում։ Իսկ սպეციფիկան ինչու՞մ է բժիշկ։ Սպորտային վնասվածքը սովորական վնասվածքից ինչով է տարբերվում։ Սպეციფիկան հետևյալում է կայանում, որ կենցաղային պայմաններում որևիցե այնպիսի վարժություն կամ այնպիսի գործողություն հատուկ չի արվում, հատուկ նպատակային, բայց սպորտի մեջ ինքը նպատակային ուղղվածություն ունի եւ այնպիսի վարժություններ կարող են լինել, որոնք որ հանգեցնում են այս կամ այն վնասվածքի առաջացմանը։ Իսկ կենցաղային պայմաններում ոնց որ թե ասած պատահար է կարող առաջանա այլ բնույթի վնասվածք։ Կան սպეციფიկ վնասվածքներ, որոնք որ բնորոշ են հիմնականում այս կամ այն սպորտաձևին։ Օրինակ ծանր, այսպես ասած, սպորտերի դեպքում, ծանրամարդ, չգիտեմ, ֆուտբոլին օրինակ շատ բնորոշ է վնասվածքներ, հաճախակի ունեցել եմ հանդիպել են մենիսկների վնասվածք, դա ծնկահոդում առաջացած խնդիրներ են, որոնք որ տիպիկ բնորոշ են այդ սպորտսմեններին։ Ասեմ, հաճախակի դիմում են ֆուտբոլիստներ, հաճախակի դիմում են ծանրամարտով զբաղվողները։ Դե հա ծանրամարտով անընդհատ վնասվածքներ են ունենում, բոլորը ունեն առանց բացառության։ Մարտարվեստներով զբաղվող հասկանում տեսակի մարտարվեստներով զբաղվողների մոտ էլ ավելի ծանր եւ հնարավոր է հետևանքային վնասվածքներ լինեն, որոնք որ խիստ պահանջում են նաեւ որպես բժիշկ էլ ավելի միջամտություն այնպիսի արդյունքների հասցնեն, որ հետագայում նույն սպորտսմենը կարողանա շարունակել իր սպորտաձևով զբաղվել, թե պրոֆեսիոնալ սպորտում, թե սիրողական սպորտում։ Բժիշկ, ես գիտեմ, որ ցավոք սրտի շատ է երիտասարդացել էնդոպրոթեզավորումը։
Նախ ինչն է բերում էնդոպրոթեզավորման, ինչքանով է աշխատում էնդոպրոթեզավորումը սպորտի հետ եւ ինչքանով է ռեալ, որ հիվանդը վիրահատությունից հետո կարող է վերադառնալ իր նախկին նորմալ սպորտային ակտիվ կյանքին։ Էնդոպրոթեզավորումը այն աստիճանի է հասել ամբողջ աշխարհում, որ էնդոպրոթեզավորումից հետո բավականին ակտիվ կյանք վայելելու սահմանափակում, այսպես կարող եմ ասել, չկա։ Ես ունեմ հիվանդ, որը որ երկու կոնքազդրային հոդերը էնդոպրոթեզավորված է եւ ակտիվ զբաղվում է ֆիթնեսով։ Պրոֆեսիոնալ սպորտով զբաղվող էնդոպրոթեզով հիվանդներ, նույնիսկ չեմ լսել այլ մասնագետների կողմից, որ ունեն եւ ակտիվ աշխատում են, սակայն ես անձամբ ունեմ հիվանդ, որը որ ակտիվ ֆիթնեսով է զբաղվում, ակտիվ կյանքը վայելում է։ Այսինքն կարող եմ ասել ոչ պրոֆեսիոնալ սպորտաձևով զբաղվելու սահմանափակում չունի։ Մինչ օրս որևիցե խնդիր չի առաջացել այդ առումով։ Նո, հրաշալի է։ Իսկ այդ վերականգնողական փուլը ինչպիսին է վիրահատությունից հետո։ Վերականգնողական փուլը հաջորդ օրվանից սկսում են քայլել հիվանդները, ակտիվ կան որոշակի վարժություններ, որոնք որ խորհուրդ է տրվում, մոտ 45 օր հետևողական իրենք ակտիվ վարժություններ իրականացնելով անցնում են հետագայում բնականon կյանքի, որ նույնիսկ տեսանելի չէ, որ որևիցե խնդիր կա քայլքի, վազքի կամ որևիցե այլ սահմանափակում չի լինում եւ տեսանելի չի նույնիսկ իրականացնելու դեպքում։ Այսինքն մարդը կարող է ակտիվ, չգիտեմ, վազել, առօրյա իր գործով, թեթև մարմնամարզություն կամ ոչ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել, որևիցե խնդիր չի առաջանում։ Ինչու եմ հարցնում, որ հեռուստադիտողն էլ կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի, որովհետև շատերն են վախենում ունեն դրա կարիքը, բայց հոգեբանորեն չեն տրամադրվում։ Դրա համար այդ հարցը տվեցի, հատուկ նպատակային էր։ Նայեք, երիտասարդ տարիքում եւ սպորտով զբաղվող անհատի մոտ շատ քիչ հավանական է, որ կարող է առաջանալ էնդոպրոթեզավորման կարիք, սակայն նաև չի բացառվում, որտեղ հիվանդությունը տարիք երբեմն չի հարցնում եւ կապված որևիցե այս կամ այլ խնդիրների անուշադրության հետևանքով կարող է անդրադառնալ հետագայում խնդիր առաջացնել, որը որ պահանջում է շատ լուրջ միջամտության, այդ թվում վիրահատական մենիսկների հետ կապված, ձեր ասած էնդոպրոթեզավորման հետ կապված, մենք շեշտը դրեցինք էնդոպրոթեզավորման վրա զուտ նաև հետաքրքրության առումով եւ փորձում են կապել սպորտը եւ էնդոպրոթեզավորումը, չեմ կարծում, որ մեր Հայաստանում, մեր երկրում լինի էնդոպրոթեզավորված հիվանդ, որը որ զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով, սակայն էլի եմ կրկնվում, որ որևիցե կերպ չի անդրադառնում ակտիվ կյանքին եւ նույնիսկ կարող է ակտիվ զբաղվել որևիցե սպորտաձևով։ Իսկ ինչ յուրօրինակ դեպք կպատմեք ձեր պրակտիկայում։ Օրինակ, այս վերջերս տեսա, որ ոտքի է կանգնեցել 103 տարեկան տատիկի։ Դա վաղուց է եղել, կոտրվածքի հիման վրա է եղել։ Այո, լինում են դեպքեր եւ տարեցներ եւ բավականին երիտասարդներ, սակայն այդ կոտրվածքը, որ առաջացել է տարեցի մոտ, քիչ հավանականություն կա, եթե երկրորդային խնդիր առողջական չի լինում, որը որ վաղ հասակում բերում է անհրաժեշտություն վիրահատության կամ կոտրվածքի առաջացման, չենք առնչվում։ Սակայն լինում է երիտասարդների մոտ ավելի հաճախակի առաջանում է կապանային, մենիսկի եւ եթե նորից եմ ասում, կրկնվում եմ, եթե լինում է խնդիր երկրորդային հիվանդություն, օրինակ ռևմատոիդ արտրիտների ժամանակ եւ այլ հիվանդությունների դեպքում հնարավոր է նույնիսկ երիտասարդ տարիքում կարիք լինի այդպիսի միջամտության, ինչը որ դուք նշեցիք էնդոպրոթեզավորումը։ Իմ պրակտիկայում բավականին լինում են հետաքրքիր դեպքերը, անխուսափելի այսպես ասած, որովհետեւ օրթոպեդիան վնասվածքաբանությունը դա բժշկության միջուղն է, որը որ գրեթե բոլոր խնդիրների հետ շփվում է, առնչվում է, լինի կենցաղային վնասվածք, լինի սպորտային վնասվածք, լինի երիտասարդ, լինի տարեց, լինի, չգիտեմ, ցավոք սրտի հիմա ավելի հաճախակի շատացել են դեպքերը ավտովթարների հետ կապված խնդիրների առաջացումը։
Եվ կան լինում են, որոնց որ մենք փորձում ենք եւ նաեւ հիվանդը փորձում է ավելի թեթև արձագանքել, նայել թեթևացնելու, ծանր վիճակը թեթևացնելու, այսպես կարամ ասեմ։ Ինչ խորտ կտակ մեր սիրելի հեռուստադիտողներին, ինչն է կարևոր մեր սննդակարգում եւ ինչն է կարևոր մեր ապրելակերպի մեջ, որպեսզի կարողանանք զերծ մնալ հոդային հիվանդություններից։ Նայեք, միշտ ակտիվ լինելը, հատկապես երիտասարդ տարիքում խրախուսվում է սպորտը ինքն իրենով առողջությունը, բայց ասեմ նաև բայց սիրողական սպորտը, սիրելի հեռուստադիտողներ, այո, պրոֆեսիոնալ սպորտը առողջությունը եթե նույնիսկ եթե սիրողական սպորտի մասին խոսենք, ապա ես խորհուրդ կտամ նաև այդ ուղղությամբ զբաղվող մասնագետների խորհրդատվությանը հետևեն, որովհետև ինքնական որևիցե սիրողական սպորտով զբաղվել, ինչ որ բաներ անել, նույնիսկ այդ դեպքում կարող է առաջանալ հետևանքներ։ Նաև զավեշ տալի է ձեր ասած քիչ առաջ, որ ասում եք առանձնացնող դեպքեր, որ հետաքրքիր կլինի, ես ունեցել եմ դեպք, որ բավականին տարեցկին ինչ որ մեկի խորհրդով ամեն օր բավականին երկար վազքի էր դուրս գալիս, որը որ հետագայում ամեն օր խնդիրներով գալիս էր հիվանդանոց, չեմ կարում քայլեմ, ինձ հետո պարզվեց, որ իրեն խորհուրդ են տվել, որ ինքը պետք է ամեն օր առավոտյան դուրս գա եւ վազի մոտ գոնե 1 կիլոմետրի չափ, այդ տարեցկինը տես չարչարելով ավելի խնդիրներ առաջացնելով։ Այս ինչի եմ ես պատմում, որովհետև չիմանալով որևիցե ինքնական բուժում կամ նույնիսկ սպորտային որևիցե սպորտով զբաղվել խորհուրդ չեմ տա եւ Էլի եմ ասում, լավ է սպորտը, խորհուրդ եմ տալիս, եթե երիտասարդ, նույնիսկ եթե տարեցած ունի առողջական այլ խնդիրներ, խրախուսվում է ակտիվ լինել, թույլ ոչ ծանր սպորտաձևով զբաղվել, միանշանակ խրախուսվում է։ Միայն թե մասնագետների իմացության կամ հետևողական որոշակի ինքնական ինչ-որ բան չանելու նպատակով էլ։ Եվ վերջին բժշկությանը վերաբերող հարցը, բայց հարցը հոգեբանական է, ըստ ձեզ ինչքանով է կարևոր մարդկային տեսակը, հատկանիշները լավ բժիշկ լինելու համար։ Դե այնպիսի հարց եք տալի, որ առանց դրա չի լինում բժշկություն, այսինքն շատ կարևոր է դա, այդ հոգեբանական բժշկությունը այն մասնագիտությունն է, որը նախ իմ համար ուղղակի մասնագիտություն չի, այլ ապրելակերպ ու ես բազմիցս ասել եմ, որ բժշկությունը ոչ միայն ես լինելով բժիշկ, այլ առհասարակ բժիշկ ասածը դա յուրահատուկ եւ առանձնանում է իր մարդ տեսակով, իր մտածելակերպով, իր սրտացավությամբ, ինչպես նաեւ շատ կարեւոր է։ Որովհետև հիվանդը բժշկի էներգիա շատ լավ զգում է եւ այդ հավատը դեպի բժիշկը շատ կարեւոր է այդ հոգեբանական պահը։ Կարծում եմ դա սկզբից արդեն երբ որ հիվանդի հետ առնչվում է բժիշկը, պետք է ամեն կերպ այնպիսի կոնտակտի մեջ մտնի, որ եւ վստահություն լինի, եւ ինչի՞ չէ սեր լինի հիվանդ բժիշկ հարաբերության մեջ, այսինքն եթե բժիշկին չի սիրում կամ նույնիսկ բժիշկը եթե այդպես կարելի է ասել բժիշկը հիվանդին չի սիրում, ապա ոչ մի բան հնարավոր չէ։ Եթե հիվանդը չի վստահում բժիշկին, բժիշկը ոչ մի կերպ չի կարող աշխատել այն հիվանդի հետ, որը որ իրեն չի վստահ։ Այսինքն առանձնակի կարևորություն է տրվում եւ վստահությանը, ինչպես նաեւ մարդ սիրելուն։ Ներշնչանքը շատ կարևոր է, այո։ Բժիշկ, ինչ է ձեզ համար երջանկությունը, ինչպես եք կերտում ձեր երջանկությունը եւ ինչպես եք սիրում վայելել կյանքը։ Ես կարող եմ ավելի փիլիսոփայորեն պատասխանել Ես միայն ուրախ կլինեմ ձեր հարցին, եթե ես այս պահին այստեղ նստած եմ եւ ձեր հետ
մասնակցում եմ այս հաղորդմանը, դա արդեն երջանկություն է։ Դա երջանկություն է ոչ միայն այստեղ գտնվելու, այլ եթե ես ապրում եմ, դա արդեն կյանքը սիրում եմ ու կյանքը իմ համար արդեն երջանկություն է։ Կարծում եմ բոլորը պետք է այդպես մտածեն, որովհետև եթե մարդը ապրում է ու հնարավորություն ունի կյանքից օգտվելու եւ ամեն առավոտ արթնանա առհասարակ, դա արդեն երջանկություն է եւ արթնանա առողջ, դա կրկնակի անգամ երջանկություն է։ Այսինքն եթե ես ապրում եմ, արդեն երջանիկ եմ։ Եթե շրջապատված եմ ինձ հարազատ մարդկանցով, արդեն երջանկություն է։ Եթե ինձ սիրում են, արդեն երջանկություն է։ Եթե ես սիրում եմ, արդեն երջանկություն է։ Այսինքն երջանկությունը դա կյանքն է ու կյանքը վայելելը։ Ես համաձայն եմ ձեզ հետ լիովին։ Իսկ ինչ է ձեզ համար ազատությունը, բժիշկ։ Ազատությունը դա շատ փիլիսոփայական հարց է ու շատ բարդ հարցեր եք տալիս, որովհետև ազատությունը ամեն ինչ է, ամենաթանկ արժեք, եթե կարելի է անվանել, դա ժամանակը եւ ազատությունն է։ Երկու դեպքում էլ արդեն խնդիր է, եթե չունի մարդ ժամանակ եւ ազատություն։ Դրա համար կյանքը պետք է վայելել ազատ եւ ճիշտ ժամանակին, այսպես կարելի է մեկնաբանել։ Իսկ ինչն է կարևորում կյանքում։ Կարևորում եմ ժամանակը, կարևորում եմ ազատությունը, կարևորում եմ իմ հարազատներին, կարևորում եմ իմ ընտանիքը, իմ ընկերներին, իմ շրջակա ամեն ինչ, իմ օրը։ Կարծում եմ ամեն կերպ կարելի է պատասխանել այդ հարցերին, բայց կարևորն ու առաջնայինը, որ դու այս կյանքում ծնվել ես, ապրում ես, դու ազատ ես, շատ կարևոր է, երբ ժամանակը քեզ չի հերիքում, ինչ առումով, որ դու հագեցած ես, դու կյանքը վայելում ես ու ժամանակը ստեղ խնդիր է, դրա համար շատ կարևոր է նաև ժամանակը։ Մի քիչ փորձում եմ փիլիսոփայորեն պատասխանել, իհարկե, շատ կարևոր է ընտանիքը, շատ կարևոր է հարազատները, ընկերները, այն մարդիկ, որ սիրում ես։ Սիրում եք, այո։ Շատ ճիշտ եք ասում, բժիշկ։ Ունեք գետ մի հնարավորություն փոխելու որևէ երևույթ իրականության մեջ։ Ինչը կփոխեք։ Սուտը։ Չեմ սիրում սուտը, հատկապես երբ որ գիտես ճիշտ է։ Սուտ որ չլիներ, ամեն ինչ կարծում եմ այլ վատ երևույթներ նույնիսկ այդ դեպքում չէին լինի։ Օրինակ չէր լինի դավաճանություն, որովհետև ամեն ինչ ստի հիման վրա ըստ ինձ կազմավորվում, այսինքն երբ որ այսպես ասած կա դավաճանություն, չի կարող պարզ առանց ստի լինի դավաճանություն։ Տեսեք, ես էլ ինքս ինձ այդ հարցը տվեցի, ես կպատասխանեի միանգամից դավաճանություն։ Չէ, սուտը, ես պատասխանում եմ սուտը։ Հիմա ես ձեզ կտամ ձեր բնավորությունը որոշակիորեն բացահայտող բլից հարցեր, բռնկուն եք, թե հանգիստ։ Հանգիստ։ Էմոցիոնալ եք, թե սառը։ Երբեմն էմոցիոնալ։ Նրբանկատ եք, թե մակերեսային։ Նրբանկատ։ Համբերատար եք, թե հակառակը։ Համբերատար։ Խանդոտ եք։ Հա։ Ինչին եք հավատում։ Աստծուն, բնությանը։ Աստվածը հավատեք։ Իհարկե։ Ձեր այն բնավորության գիծը, որը ձեզ խանգարում է։ Չափազանց շատ օբյեկտիվ։ Լինելը։ Իսկ այն ինչը ձեզ օգնում է։ Միգուցե սիրել, համբերատար լինել։ Ինչից եք վախենում։ Գլոբալ առումով վախեր չունեմ։ Միգուցե կարճատև ինչ-որ վախեր լինի, ինչ-որ այդ պահին առաջացող, բայց առհասարակ որևիցե գլոբալ վախեր չունեմ։ Աղմուկ թե լռություն։ Լռություն։ Ծով թե ցամաք։ Ծով։ Ցավոտ իրականություն թե անցավ սուտ։ Ցավոտ իրականություն։ Ձեր սիրելի ուտեստը։ Ամեն ինչ սիրում եմ։ Եվ վերջին կուլմինացիոն, բայց ոչ բլից հարցը։ Արդյոք զբաղվում եք սիրողական սպորտով
որևէ սպորտաձևով զբաղվել եք։ Պրոֆեսիոնալ սպորտաձևով չեմ զբաղվել, սպորտաձևով սիրողական զբաղվել եմ, բայց մինչ 2022 թվականին։ Ցավոք սրտի հնարավորությունները սահմանափակվել են։ Շնորհակալություն։ Քանի որ մենք խոսեցինք հաղորդման ընթացքում եւ պրոթեզավորումից եւ սպորտային վնասվածքներից, ասեմ նաեւ վիրահատությունից հետո կա որոշակի վարժություններ, որոնք որ ի նպաստ սպորտսմեններին են, որոնք որ արդեն վիրահատությունից հետո չեմ ուզում անվանել հիվանդներ, այսինքն կան վարժություններ, որոնք որ պետք է օրինակ վերականգնողական վարժություններ անեն, բայց մոտավոր որ ավելի հասկանալի լինի, պարկում են։ Հիմա նայեք, եթե մենք խոսեցինք նաև էնդոպրոթեզավորումից հետո, կան վարժություններ, որոնք եւ վիրահատությունից անմիջապես հետո եւ ընթացքում շատ կարեւոր են, դա քառագլուխ մկան է կոչվում, այդ մկանի ակտիվացնելն է, ամրացնելը, այսինքն այս մկանի ամրացնելն է, որի դեպքում մենք հիվանդին խորհուրդ ենք տալիս ուղիղ ոտքը բարձրացնել, առանց ծալելով բարձրացնել եւ հնարավորինս սպահել ու օրվա մեջ բազմակի անգամ սա կիրառել երկու ոտքերի հետ, այսինքն երբ որ անկողնային հանգիստ վիճակում է եւ ակտիվ վիճակում չի, շատ կարեւոր է վիրահատությունից հետո այս մկանների քառագլուխ մկանների ակտիվացնելը, ամրացնելը, որին որ առաջի վարժությունը կարեւոր դա որը որ մենք նշեցինք, փոքր ինքը հեշտ վարժություն է իրականացվող, սակայն շատ անհրաժեշտ հետվիրահատական շրջանում եւ առհասարակ նման խնդիրներով դա պահում ենք հնարավորինս, որպեսզի ամրանա քառագլուխ մկանը։ Երբ որ հիվանդը մենիսկ է վիրահատվում, մենիսկների հետ կապված սպորտսմենը թեկուզ վիրահատվում է մենիսկների հետ կապված խնդրով, այս դեպքում մենք իրեն խորհուրդ ենք տալիս քայլերով ճիշտ ժամանակում եւ հետագայում քայլերով պարկած դիրքում հերթականության ոտքերը ծալելով բացել, մոտեցնել հերթականությամբ եւ հակառակը։ Լավ, սա այն մինիմալ վարժություններն են, թեթև եւ հեշտ կիրառելի, որոնք որ կիրառվում են նման խնդիրներ ունեցողների մոտ, հետվիրահատական կամ եթե հնարավոր է պրոֆիլակտիկ։ Կարևոր է նաև եւս մեկ հասարակ վարժություն կա դա նույն կապված էնդոպրոթեզավորումից հետո եւ առհասարակ քառագլուխ մկանը ամրացնելու դա ուղղակի մկանի լարվածություն ստեղծելն է, որը որ հնարավոր է քառագլուխ մկանները ձգում ենք, մտքում պահում ենք, հաշվում ենք հնարավորինս ինքը միջև հոգնածնում է ու բաց եք թողում։ Օրվա մեջ բազմակի անգամ քառագլուխ մկանը կիրառում ենք, ձգում ենք, ձգում ենք, պահում ենք, սիրելի հեռուստադիտողներ եւ թուլացնում ենք։ Նույնը բարձրացնում ենք ոչ շատ, մոտավորապես 45 աստիճան, պահում ենք եւ իջացնում ենք։ Ճիշտ է։ Այո, եւ հերթականության քայլքով դեպի հետ առաջ ենք բացում, մենիսկներից հետո, որպեսզի հոդը չանշարժանա, այլ ակտիվանա եւ սկսի նորմալ իր ֆունկցիան իրականացնել։ Այսպես, սիրելի հեռուստադիտողներ, այսպես բերում ենք առաջ եւ հետ։ Եվ կարծում եմ ցանկացած ծնկի հետ կապված վարժություն սա իրենից բարդ վարժություն չի ներկայացնում եւ հասանելի է լինի սպորտսմեն թե ուղղակի հիվանդ, որը որ առնչվել է եւ անցել է այդ փուլը վիրահատության, մենք խորհուրդ ենք տալիս, որը որ շատ օգնում է հետագայում հոդերի հետ կապված անշարժացումը խուսափելու համար։ Շնորհակալություն։ Բժիշկ ջան, շնորհակալ եմ, որ եկաք։ Իսկապես յուրահատուկ ստացվեց։ Իմ համար էլ շատ հաճելի էր հաղորդումը, որովհետև ինքն իր բնույթով շատ տարբերվող էր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Գնահատեք ձեր մարմինը, ձեր կյանքը եւ ձեր տարածությունը։ Առողջ եղեք։ Ձեր հետ ինչպես միշտ քնարիքներ։ Այսօր այսքանը, սիրելի հեռուստադիտողներ։ Կհանդիպենք։ Ցտեսություն։